Հնագույն այս բնակավայրը բազմիցս ենթարկվել է օտար ասպատակությունների, մեծապես տուժել հզոր երկրաշարժերից, բայց այդուհանդերձ պահպանել է պատմահնագիտական հետաքրքիր ժառանգություն, որն անշուշտ հիշատակման արժանի է։ Բաց երկնքի տակ Արագածոտնի Արենի գյուղատեղին է։ Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն աշտարակից 6 կիլոմետր հյուսիս-արևելյան ուղղությամբ է գտնվում Կարպի գյուղը, որից էլ մոտավորապես 2 կիլոմետր դեպի արևմուտք բարձունքի վրա պահպանվել են Արենի գյուղատեղիի ավերակները։ Տարածքն ունեցել է նաև հին կարբի, նարինջ անվանումները։ Արենին բավականին ընդարձակ մեծ տարածություն է զբաղեցրել, այդ մասին նույնիսկ գրել է հայտնի գրող Պերճ Պռոշյանը 17-րդ դարում եղել է այստեղ։ Արենի նշանակում է արիների քաջերի բնակատեղ, բնակավայր։ Եվ ինքը իր անվանումը այդպես էլ պահպանել է։ Հիշատակվում է 774 թվականից արաբների դեմ բռնկված ապստամբությամբ, արաբական խալիֆայության դեմ։ Եվ հայ բնակչությունից լքվել ամայացել է 16-րդ դարի վերջում։ Այդ մասին արդեն գրում է մեր պատմիչներից Առաքել Դավլիժեցին։ Գրում է, որ մեր հայրերի ժամանակ շեն էր, Դավլիժեցին է գրում, իմիջիալոց իր պատմության մեծ մասը գրել է հենց Կարփի գյուղաքաղաքում։ Եվ Արենին գրում է այժմ անմարդաբնակ է, լքված անմարդաբնակ։ Եվ այստեղ 20-րդ դարի սկզբին եղել է նաև Գարեգին Հովսեփյանը։ Նա գրում է, որ Կարփի եւ Փարպի գյուղերի միջև կար մի գյուղատեղի, ավերակ գյուղատեղի։ Եվ աշուշտ Կարփից դեպի Փարպի Ղազարավան հին ճանապարհը միջնադարում անցել է հենց այս գյուղատեղիով։ Եվ ճյուղավորվել է դեպի հյուսիս, Անգրսակ, Փերսի հայտնի գյուղերը։ Գյուղատեղին աստիճանաբար այսպես փոքրացել է տարածքով, որտեղ խորհրդային վերջի տարիներին ես հիշում եմ այստեղ բազմից եմ եղել, բավականին ընդարձակ իրոք տարածք է զբաղեցնում եւ խորհրդային այդ վերջի տարիներին հողահատկացումների արդյունքներով, նաեւ անկախության առաջին տարիներին տեսնում եք ինչպիսի այգիներ են այստեղ հիմնադրվել եւ ծանր տեխնիկայով գյուղատեղի շատ հատվածներ պարզապես այսպես մաքրվել են տների ավերակներից։ Ես հիշում եմ, որ այստեղ նույնիսկ հատակագծային հորինվածներ պահպանվել։ Առանձին ուրվագծում էին առանձին փողոցների հատվածները, տնամերձ բակերը, տների հիմքերը, ուղղանկյուն դրանք շինություններ էին, որոնք նույնիսկ արտաքին պատերով երբեմն հպված էին մեկը մյուսին։ Կառուցված էին անմշակ բազալտից, ամենուրեք այստեղ բազալտն է։ Միայն եկեղեցին է կառուցված գորշ եւ սև տուֆից։ Առաջի անգամ հիշատակվում է 774-75 թվականի արաբական խալիֆայության դեմ բռնկված ապստամբությամբ։ Այդ ապստամբությունը ղեկավարում է Արտավազ Մամիկոնյանը, հետո շարունակում է Մուշեղ Մամիկոնյանը։ Եվ արաբները կարողանում են ճնշել այդ ապստամբությունը, դրա մասին գրում է Հովհաննես Դրասխանակերտցին, Ղևոնդը, մեր պատմիչներից Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, ընդ որում պետք է ասել, որ միայն բոլորը նշում են, որ 3 բնակավայրեր Արենին, Թալինը եւ Քաղյանը ենթարկվեցին դաժան ասպատակման արաբների կողմից եւ պատժվեցին։ Արենի գյուղատեղին ունի 2 եկեղեցի։ Բազիլիկան է, Երանա բազիլիկան, կառուցված 4-5-րդ դարերին եւ զարգացած միջնադարում կառուցված այս եկեղեցին, որի հիմքերն են պահպանվել, մենք տեսնում ենք հարավային ավանդատան մի հատվածը։ Ահա շարվածքը երևում է, բավականին սրբատաշ քարեր կան, ներս ընկած, անշուշտ այս եկեղեցու քարերն են։ Այստեղ մի վաղ շրջանի խաչքար է, խաչքարի դեկոր է, մի հարավային ստորին մասը ջարդված է եւ ընթացքում շատ կան տարածքում սփռված բազմաթիվ քարեր 5-ից 7-րդ դարի քառակող կոթող է։ Հա, շատ հետաքրքիր պատկերախանդակներով։ Ահա եկեղեցու արտաքին պատը երևում է այս հատվածից։
պեղումներ իրականացվել են, որովհետև եթե լավ պեղումներ իրականացվեն, միգուցե այս հատվածը բացվի։ Այո, եթե բացվի շատ ճիշտ կլներ, բայց ցավոք պետք է ասել պեղումներից այդտեղ մի արձանագիր երկու քարեր կան, հիմա գնանք տեսնենք։ Տնանք։ Շատ հոյակապ քարակով կոթող է 5-ից 7-րդ դարերի, ափսոս ճիշտ չի դրվել, որի պատճառով չակլե ջարդվել է։ Ջարդվել է, այո։ Երկու արձանագիր քարեր, սրանք իրար կպած են եղել 1984, 85, 86 թվականներին Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատի կողմից հնագետ Ուսիկ Մելքոնյանն է այստեղ պեղումներ կատարել, բացվել է եկեղեցու որոշ հատվածներ, այս արձանագիր քարերն են ի հայտ եկել, սա նրա կտորն է, այստեղ նշված է ի աշխարհակալության մոնղոլական Ղազան խանի, իսկ Ղազան խանը հայտնի է, որ իշխել է 1295-ից 1304 թվականներին, այսինքն այս կարևոր արձանագրությունը այստեղ է տեսնում եք նրա շարունակությունն է, հատվածները եւ տարբեր խաչեր կան, շատ կարևոր է, բայց ցավոք անմխիթար վիճակում է, կարծում եմ որ ավելի ցանկալի կլներ, որպեսզի սա տեղափոխվեր մի ապահով տեղ կամ թեկությամբ այնպես դրվեր, որ անձրևած ջրերը, ձյան հալոցքային ջրերը չքայքայեին այս կարևոր արձանագրությունը, չէ որ սա դեռևս հրատարակված չի եւ Արենի գյուղատեղիում ամենահին արձանագրությունն է։ Եկեղեցին բազիլիկ եռանավ եկեղեցի է կառուցված 4-ից 5-րդ դարերում, ճարտարապետները այդպես են ընդունում, որը մեջտեղից տեսնում եք վերափոխումներ ենթարկվել արդեն ուշ միջնադարում։ Մուտքը հարավից է, մեծ կամարակարգ քարը տեսնում եք, նրա կենտրոնում հավասարաթև խաչն է, ինչը որ կար աշտարակի ծիրանավորում, փարպի ծիրանավորում, սա նույն ժամանակաշրջանի է։ Նաև Զովունին եւ Ապարանի քասախը, դրանք նույն ժամանակաշրջանի եկեղեցիներ են։ Հզոր եկեղեցի եղել, ենթադրվում է, որ հիմքերում սա հեթանոսական մեյան է եղել այստեղ։ Իհարկե պեղումներով դա շատ բան կբացահայտվի եւ իր խորանը արտաքինից բազմանիստ է, խորանի հատվածն է պահպանվել, խորանի եւ ներսը լցված է ամբողջությամբ փլատակներով, ինչը որ երևում է պեղումներով են բացվել։ Անշուշտ շատ ցանկալի է, որ նորից պեղումները այստեղ շարունակվեն։ Եթե սա մուտքն է, պարոն Ասատրյան, այսինքն մենք բավականին պեղումներով կարող ենք իհարկե, անշուշտ, այսպես լրի պետք է բացվել, չի բացառում նորից արձարագիր քարեր հայտնաբերվեն, այս ամբողջ հասվի այս ամենը։ Կարծում եմ, որ նոր պահպանման գոտի պետք է գծվի, որտեղ արդեն այգիները այնքան են մոտեցել հուշարձանին, որ պարզապես նկատելի է, որ ծանր տեխնիկա է աշխատել եւ քարերից մաքրվել են այդ տարածքները։ Պարոն Ասատրյան, բնակավայրի հիշատակությունները, հա, ես որքան փորձեցի շատ տեղեկատվություն ստանալ, քիչ է տեղեկատվությունը այս բնակավայրի մասին։ Այս բնակավայրի այգիները շատ հայտնի են եղել։ Պատկերացրեք, հիշատակվում են նույնիսկ անուններով, այնքան հայտնի այգիներ են ունեցել։ Առաջինը դա հիշատակվում է Մարմաշենում, վանքում, Վահրամ Պալավոնին, մեր սպարապետը 1029 թվականի արձանագրությունում Կարփի դաշտի այգի։ Իսկ այս հատվածները ընդունված է համարել Կարփի դաշտ։ Բոլոր այգիները նշվում են Կարփինն է միայն այդ արձանագրությունում, նշվում դաշտի այգի։ Եվ 13-րդ դարում հիշատակվում է Հովանավանքում կաթողիկե եկեղեցու հարավային պատի արձանագրությունում, որ Աղբայրոս երեցը Արենի գյուղից, այս գյուղից նվիրում է Հովանավանքին Խարբելանց այգին, որը նույնպես եղել է այս հատվածներում։ Հաջորդ անգամ հիշատակվում է Ուշի Սուրբ Սարգիս վանքը, այստեղից երևում է Ուշի Սուրբ Սարգիս վանքը, արձանագրությունում 1329 թվականին։ Նշվում է, որ ես հորով երեցս, իմ Աբրահամի որդի, իմ ամուսնու, այսինքն տիկնոջ հետ, Ուլու խաթունի հետ, միաբանեցի Սուրբ Զորավարի ուխտին, նկատի ունի Սուրբ Սարգիս Զորավարին, Ուշի, եւ նվիրեցի Հազարմանի այգին, որը Արենի գյուղի Արվի մերձակա հողն էր, նորք դրած, նորք, այսինքն նոր տնկած այգի էր դա։ Արենին բարգավաճ բնակավայր է եղել, արդեն խոսում այս մասին, որ այգիներն նույնիսկ անուններ են ունեցել։
անչափ կարևոր է։ Հետագայում իհարկե հիշատակվում է 1574 թվականին պարսկական կալվածագրերից մեկում։ Նշվում է, որ Կարփի լավագույն քրիստոնյա, այդպես է նշված, Կարապետի, տանուտեր Կարապետի որդի Միրզա ջանը գնում է Հովանավանքի 6 դանկ մուլքը իր ամբողջ տարածքով եւ նվիրում Հովանավանքին։ Հետագայում հիշատակում է Արաքել Դավրիժեցին։ 17-րդ դարի մեր պատմիչների շատ եւ հայտնի է, որ իր պատմությունը ինքը գրել է 1650-ական թվականներին եւ մեծ մասը գրել է այս Կարփիում։ Դավրիժեցին 1650-ականներին գրելով պատմություն ասում է Արենին մեր հայրերի օրոք շեն էր, այժմ լքված եւ անշքացած է։ Իսկ Դավրիժեցին, ինչպես գիտենք, ծնվել է 1590-ական թվականներին, առավել հավաստի է 1595 թվականը։ Մահացել է 1670 թվականին, ընդ որում հետաքրքիր է, որ Դավրիժեցին մեր պատմիչներից միակն է, որի կենթանության օրոք իր պատմությունը լույս է տեսել, տպագրվել է Ամստերդամում ոսկան երևանցու կողմից, որը ուշի Սուրբ Սարգիս վանքից տեղափոխվել էր Ամստերդամ եւ 1669 թվականին Ամստերդամում տպվում է Դավրիժեցու պատմությունը։ Երկրաշարժերը անշուշտ այստեղ իր ներգործություն ունեցել են։ Հատկապես 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժը Զաքարիա Քանաքերթին Հովանավանքում էր, գրում է, որ Կարփիում 3 շունչ են մահանում, մեծ փլվասներ է առաջանում տների։ Իհարկե հետագա երկրաշարժերն անշուշտ ազդել են 1827 թվականը, ուշի Սուրբ Սարգիսն է կործանվել այդ թվականին, Շախատունյանցն է գրում, նաև Կարփիում Հովանավանքում վնասներ է պատճառվել, Ապարանում Ծաղկաձորի հայտնի երկրաշարժն է դա, եւ 1840 թվականի Ակուրի երկրաշարժը, որը նույնպես մեծ վնասներ է պատճառել Հովանավանքին եւ բազմաթիվ այլ եկեղեցիների, նաեւ Կարփիում։ Իսկ ինչ վերաբերում է Արենի երբ է լքվել հայ բնակչությունից, արդեն նշեցի, որ Դավրիժեցին ասում է մեր հայրերի ժամանակ շեն էր, այսինքն 16-րդ դարի վերջին շեն է եղել եւ մեր օրոք ասում է գյուղը լքված է, այսինքն իր պատմությունը երբ որ գրում է արդեն լքված է այս բնակատը, ինքը տեսել է, այսինքն ենթադրում են, որ եթե Շահաբասի գաղթից լքված լիներ, Դավրիժեցին, քանի որ մանրամասը գրում է, նա նկարագրեր, որ մի տողով կգրեր, որ Շահաբասն է այստեղի բնակիչներին գաղթեցել, բայց քանի որ Պարսկաստանում կային մեծահարուստ կարփեցիներ, նրանք մեծ ազդեցություն են գործել հավանաբար եւ Կարփից այդքան գաղթ տեղի չունեցել, իմ կարծիքով։ Բայց ինչից է դատարկվել այս գյուղատեղին։ Մենք երբ որ պատմական տարեգրությունը նայում ենք, 1584 թվականին Արարատյան դաշտ են ներխուժում թուրքական Ֆարադ Փաշայի զորքերը եւ Բարսեղ վարագեցին մեր ժամանակագիրներից մանրամասը նկարագրում է, թե ինչ ավերածություններ, գերեվարություններ են կատարել այստեղ եւ ենթադրում են, որ 1584-85 թվականներին է լքվել այս գյուղատեղին։ Այս գյուղատեղին նորից բնակեցվում է 1829 թվականին Հին Բայազետից եկած հայ գաղթականներով։ Ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Ադրիանապոլսի պայմանագրով Հին Բայազետը անցնում է ճշումների ներքո, անցնում է թեև ռուսական զորքերը գրավել էին, բայց անցնում է Թուրքիային եւ ստիպված տեղի բնակչությունը գաղթում է եւ 1831 թվականին ցարական Ռուսաստանը անցկացնում է առաջին մարտահամարը Հայաստանում, ձևավորված հայկական մարզներ եւ Իվան Շոպեն անունով մեկը, որը հայկական մարզի վիճակագրության բաժնի վարիչն էր, Հովանես Շախատունյանցի հետ, որը որպես թարգման հանդիսանար, գալիս են Կարփի մարտահամար են անցկացնում։ Կարփին գրում են մեծ Կարփի, այս գյուղն էլ գրում են փոքր Կարփի եւ պահպանվել է տուն առ տուն այդ վիճակագրությունը անուններով։ Մեծ Կարփին 127 տուն էր, մեծ մասը Հին Բայազետից գաղթած, այնտեղ կային նաեւ մի քանի տուն Մուշից, Սասունից նաեւ ընթացքում եկած եւ Շոպենը գրում է, որ փոքր Կարփին հենց սրա մասին է խոսքը։ Մինչեւ հիմա էլ կարփեցիները այստեղ ասում են հին Կարփի, փոքր Կարփի։ Գրում է 1831 թվականին 8 տուն բնակչություն 45 շնչով, ամբողջովին հայ անուններով կա եւ 24 արական, 21 իքական բնակչությամբ։ Մի տարի հետո արխիվային տեղեկություններով արդեն 13 տուն են այստեղ փոքր Կարփիում։ Նաև 1840 թվականին 40 թվականի ցարական Ռուսաստանի հերթական մարտահամարում արդեն նշվում է այստեղ 14 տուն։
հայ բնակչություն, գյուղի տանուտերն էր Կիրակոս Միրզոյանն էր։ Արդեն 2 տարի հետո 1842 թվականին գյուղը ամբողջությամբ լքվում է, այս գյուղացիները տեղափոխվում են արխիվային վավերագրերում կա, տեղափոխվում են Ապարանի տարածաշրջանի Չկնաղ գյուղը։ Դեռևս 1939 թվականի հոկտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ լուժ կոմատի գավառագիտական արշավախմբի Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեին ուղղված հաշվետվության մեջ, որտեղ ներկայացվում է աշտարակի եւ Ապարանի շրջանների պատմական հուշարձանների դրության ու պահպանության վիճակը, արշավախմբի ղեկավար Վահրամ Դարյանը գրել է այն մասին, որ պատմական հուշարձաններով հարուստ այդ վայրերում գտնվող համարյա բոլոր հուշարձանների պահպանության դրությունը միանգամայն վատ է։ Բացակայում է սիստեմատիկ հսկողությունը, բոլոր հուշարձանները գտնվում են հակասանիտարական վիճակում, վերածվել են աղբանոցի։ Այդպիսի վիճակում է գտնվում նաև Կարբիում գտնվող նախկին Նարինջ կոչված վայրը, որտեղ օգտագործվում են ազատ հողամասերը, ով ինչպես ցանկանում է, եւ բազմաթիվ տապանաքարեր պատմական նշանակություն ունեցող ոչնչանում են։ Գրում է գավառագիտական արշավախմբի ղեկավարը գրեթե 1 դար առաջ։ Իրավիճակն այսօր այլ է, բայց այս 5 գյուղատեղիի դեպքում գոնե հողազավթման դեպքերով վիճակը կարծես թե նույնն է։ Հնագույն բնակավայրի տարածքը աստիճանաբար զբաղեցնում են այգիները, այդպիսով կորցնում ենք այս տարածաշրջանի պատմության թանկարժեք պատառիկներ։ Իսկ բնակավայրը ճանաչելի դարձնելու դեպքում այն էլ հնագույն եկեղեցու, տապանաքարերի, արժեքավոր արձանագրության ամբողջությամբ անշուշտ կդառնա եւս մեկ հիշարժան պատմամշակութային վայր, հուշարձան, որն ունի իր ուրույն պատմությունը։ Բաց երկնքի տակ հին Կարբի կամ Արենի գյուղատեղիներ։